Ապրիլի 17-ին հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, որը Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Ժողովրդի մոտ այն առավելապես հայտնի է որպես զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Օրվան ընթരാճ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ամարասի վանական համալիրում օրնության կարգ է կատարվել։ Մատուցվել է Սուրբ Պատարագ եւ ներկայացվել տոնի խորհուրդը։ Սուրբ Քրիստոսի հարության տոնը քրիստոնեական եկեղեցու առանցքն ու հիմքն է, քանի որ առանց Քրիստոսի հարության չկա քրիստոնեություն եւ այսօր հայաստանյաց առաքելական եկեղեցին տոնախմբում է Քրիստոսի հարությունը, որը մեծ խորհուրդ ունի թե քրիստոնեական, թե մեր ազգային կյանքում, որովհետև առանց Քրիստոսի հարության ուղղակի չի կարող լինել քրիստոնեական կյանքը։ Քրիստոս չարչարվեց, խաչվեց, թաղվեց եւ ամենակարևորը հարություն առավ եւ ամբողջ մարդկությանը եւ այս պարագային իհարկե հայ ժողովրդին եւ Արցախ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին փոխանցեց հարության ավետիսը, որպեսզի մենք կարողանանք դիմադարձ կանգնել մեզ հանդիպող փորձություններին, դժվարություններին, չարչարանքներին եւ մեզ բաժին ասած Գողգոթան անցնելով ի վերջո կարողանանք ճաշակել այդ հարության փրկաբեր ավետիսը եւ այդ հարությամբ լցված կազմակերպենք մեր ազգային, անձնական, հասարակական կյանքը եւ այդ հարության ավետիսը փոխանցենք բոլորիս, մեկս մյուսին, ինչպես Քրիստոսի առաքյալները ամբողջ աշխարհի ծագերում փոխանցեցին հարության ավետիսը, մենք նույնպես մեկս մյուսին Քրիստոսի հարության ավետիսը տալով զորանանք եւ կարողանանք հաղթահարել այս դժվարությունները, որ պատել են թե Հայաստան, թե Արցախ աշխարհը։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սուրբ Պատարագին բացի եկեղեցու բազմաթիվ հավատավորներից ու հասարակական տարբեր շրջանակներից մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու պաշտոնատար Այլանդզինգ։ Ավելենք, որ ապրիլի 17-ին զատկական Սուրբ Պատարագ է մատուցվել Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում, այդ թվում Դադիվանքի վանական համալիրում։ Ապրիլի 19-ից 21-ը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա անց են կացվել Արծվիկ ռազմամարզական խաղերի հանրապետական մրցումներ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի բարեհոգեբանական ապահովման գծով տեղակալ գնդապետ Նորայր Մկրտչյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, պաշտոնատար Այլանդզինգ։ Նախքան ռազմամարզական խաղերի մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների իշատակը հավերժացնող ուշակոթողին։ Կարևորելով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր երկրի անվտանգության շարունակականությունն ապահովելու տեսանկյունից Արցախի կրթօջախներում հաճախ են կազմակերպվում տարաբնույթ մարզական միջոցառումներ, որոնք ուղղված են ապագա հայրենաց պաշտպանների զինվորական դաստիարակությանն ու ռազմական գիտելիքների յուրացմանը։ Դեռևս խորհրդային ժամանակներից սկսած մեր դպրոցականների միջև նման մրցումները իրականություն էր եւ այժմ հատկապես մեր պետականությունից հետո արցախյան 3 պատերազմներից առավել եւս մեր 44-օրյա այս ողբերգական պատերազմից հետո առավել արժևորում եմ Արծվիկ ռազմամարզական մրցումների կայացումը։ Շատ կարևոր միջոցառում է ու հաճախակի անցկացնել ոչ միայն այդ թիմերի հետ բոլոր դպրոցի բոլոր աշակերտների ներգրավել տարբեր խմբերով, տարբեր միջոցառումներով, որպեսզի բոլոր աշակերտները ունակ լինին նամանավան մեր պայմաններում։ Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչությանը պիտի 90%-ը տեղեկացված լինի, իմանա զենքին, մարտավարությանը, պաշտպանվածությանը, տարբեր իրավիճակներում իր գործողությունները։
Այսօր այստեղ մասնակցում են մեր բոլոր շրջաններից հաղթող թիմերը ու մեր նպատակն է հայեցի այնպիսի սերունդ դաստիարակել ու կրթել, ով կարողունակ է կերտելու մեր ներկան եւ ապահովագրելու մեր սերնդի համար առավել լուսավոր ապագա։ Սահմանված կարգի համաձայն ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մրցումների մասնակցելու հնարավորություն են ստացել շրջանային եւ քաղաքային փուլերում առաջին տեղեր գրաված թիմերը, որոնք իրենց հնարավորություններն են ցուցադրում շարային պատրաստություն, ավտոմատի ոչ լրիվ քանդում հավաքում, բայստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն եւ ֆիզիկական պատրաստություն մրցաձևերում։ Մասնակցել ենք Մարտունու շրջանում կազմակերպված արծվիկ ռազմամարզական խաղերին, գրավել ենք առաջի տեղը եւ հիմա եկել ենք Ստեփանակերտ, որպեսզի նույն արդյունքները այստեղ ցուցաբերենք։ Մասնակցում այս միջոցառմանը, որ ավելի շատ պենսվեի ստղան, քան թե ինչ վերտեղ բռնենք, մունք դուզա եկանք այն հույսա վերտեղ բռնենք, բայց եթե տեղը չի բռնենք, հուսամ հուսահատվելու չենք։ Իմ կարծիքով այսպիսի միջոցառումները պետք է կազմակերպվեն ավելի արագ, որպեսզի զորակոչիկները պատրաստ լինեն ծառայելու։ Դպրոցական առարկաների մեջին ինձ թվում է ռազմագիտություն առարկան ավելի շատ խորացված պիտի մենք անցկենան, որովհետև մենք ապրում ենք այս պայմաններում, որ պիտի արդեն մզետ տարբերություն չկա, աղ չկա, թատաղա ու պիտի լող զինված լինենք, որ պատերազմական գոտիա տարիներ հետո կարող ցանկացածել, եթե հնարավորություն ունի, եթե կարողություն են թույլ տա մեզ մունքել քինան գրիքեր։ Հիշեցնենք, որ արծվիկ ռազմամարզական խաղերում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու մարզիկները Պաշտպանության բանակի, ԿԳՄՍ նախարարության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու թանկարժեք նվերներով։ Он всегда успевал и быть в семье, и быть на работе. Но для него в приоритете, конечно, была служба. Նա բոլորի կողմից սիրված եւ հարգված էր։ Չկա մի մարդ, որը կարող է նրա մասին վատը ասել, ասի, որ նա կյանքում մի վատություն է արել։ Նա փորձել է իր կյանքում, ամբողջ կյանքում 29 տարի հասակում միջև փորձել է բոլորին օգնել, բոլորին մեծից միջև փոքր, բոլորի հետ ընկերություն է արել, մանուկի հետ որպես մանուկ, մեծի հետ որպես մեծ։ Ավագ լեյտենանտ Ալեքսանյանը իր ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես դրական հատկանիշներով օժտված սպա։ Նա իր ծառայության ընթացքում իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն, հրամանատարների հրամանները կատարում էր ճիշտ եւ ժամանակին։ Գրագետ էր, շատ խելացի, իր մասնագիտությամբ կատարում էր իր բոլոր խնդիրները ճիշտ։ Բնավորությամբ հանգիստ էր, շփվող, ընկերասեր, վայելում էր հրամանատարների սերն ու հարգանքը, իսկական ընկեր էր։ Եթե ի նկատի ենք ունենում զավակապաշտ եւ ծնողապաշտ մի մարդ, իմ համար Սասունը առաջնային տեղերում էր, որովհետեւ ինչ նվիրումով էր ընտանիքի նկատմամբ եւ ծնողների եւ իր անձնական փոքր կազմած ընտանիքի, նորաստեղծ ընտանիքի, դա մի աննկարագրելի երևույթ էր։ Իմ ծառայության ընթացքում ինքը ունեցել է մեծ դերակատարում, քանի որ եղել են շատ հարցեր, հիմա չեմ կարող մանրամասնել ինչի մասին է խոսքը, բայց եղել են հարցեր, որոնց ժամանակ ես ինքս դեռ
նոր տեղափոխված եւ շատ հարցերում, որ չէի տիրապետում որոշ տեղեկությունների, Ալեքսանյան Սասունը նոր ճանաչելով ինձ ոչ մի գիտելիք, ոչ մի անձնական ներդրում չի խնայել, որպիսի ծանոթացնի բոլոր այն պայմանների հետ, որը մեզ ծառայության ընթացքում պետք է ապագայում հանդիպեին, այդ իսկ պատճառով ես այն կարճ ժամանակահատվածը, որ Ալեքսանյան Սասունին ճանաչում եմ, կարող եմ նրա մասին միայն դրական եւ լավ կողմից նշել, քանի որ ինքը որպես թե մարդ եղել է շատ դրական կերպար, իր ծառայության ընթացքում ես չեմ կարող հիշել մեկ դրվագ, որ ինքը տրտնջացած լինի իր ինչ որ պարագայում ծառայության ընթացքում միշտ եղել է հոգատար իր ենթակա անձնակազմի նկատմամբ, միշտ ձգտել է առաջինը լինի, ցանկացած առումներով, թե դասերի ժամանակ, պարապմունքների, ցանկացած տիպի ծառայողական առումով միշտ ձգտել է առաջինը, ինչ որ բան չիմանալու դեպքում, միշտ հարցրել է վերադաս հրամանատարությունից, ոնց անենք, ինչ անենք, որ ճիշտ լինի, երբեք չի ուզեցել սխալ բան անի։ Մեր ստորաբաժանում եղել է այն մարդկանցից մեկը, որը հենց առաջի րոպեներից միանգամից առանց հապաղելու, առանց մեկ վայրկյան մտածելու սկսել է իր խնդիրը կատարել։ Ամենաառաջի րոպեից նա առանց բաց թողումների, առանց որևէ թերությունների սկսել է իր խնդիրների կատարումը եւ այդ խնդիրների կատարումը շարունակել է ամբողջ պատերազմի ընթացքում մինչեւ իր զոհվելու պահը եւ մարտի դաշտում արդեն երբ գտնվել ենք առաջնագծում, երբ գտնվել ենք խնդիրների կատարման շրջաններում, Ալեքսանյան Սասունը իր բարձր տրամադրությամբ միշտ ոգևորել է անձնակազմին, իր ենթակա անձնակազմին եւ նաեւ ինչու՞ չէ ինձ շատ մարդամոտ ազնվորություն էր, բոլորի հետ շփվում էր, ուներ յուրահատուկ հումորի զգացում։ Նա բացի այդ դաստիարակությունը ստացել էր մի այնպիսի ընտանիքում, որը որ ավանդական հայկական ավանդույթներով դաստիարակված ընտանիք էր եւ այդ դաստիարակությունը նա ստացել էր, որը որ առօրյա իր գործունեության ընթացքում իր կյանքում պահպանում էր։ Մշտապես ձգտում էր լինել արդար, ազնիվ, չէր խոսափում ծառայությունից եւ իր արժե դրված խնդիրները առօրյա ծառայության ընթացքում կատարում էր բարձր պատասխանատվությամբ եւ առանց վարանելու։ Հայացքով էր բացատրում անձնակազմին, թե ինչ պետք է անել եւ նույն այդ հայացքը ըմբռնում էր անձնակազմը եւ մարդկային հատկանիշների, հիմնականում մարդկային հատկանիշների վրա հիմնված էին կատարում նրա բոլոր հրամաններն ու նրա բոլոր պահանջները։ Երբ որ նայում ես զինծառայողին, որը մարտի դաշտում իրեն դրսևորում է որպես լավ սպա, որպես լավ մարդ, որպես շատ լավ դրական էմոցիաներ հաղորդող մարդ, ինստինկտիվորեն արդեն ոգևորվում ես եւ մարդական կատարած խնդիրը, ինչպես գիտենք, մարդական հոգին ինչքան զինծառայողի բարձր լինի, այնքան ավելի ու ավելի լավ է կատարում իր արժեվ դրված մարդական խնդիրը։ Սասուն Ալեքսանյանը հենց այդ մարդկանցից մեկն էր, որը հենց մարտի դաշտում շատ է ոգևորել իր անձնակազմին։ Իր խնդիրը կատարել է գերազանց, խոցել է հակառակորդի կենթանի ուժ, զրահատեխնիկա։ Առաջի վայրը, որ մենք ժամանել ենք մարդական խնդիր կատարելու, դա եղել է Հադրութի եւ Ջրականի շրջանները, այնտեղ ենք եղել ամենաառաջի խնդիրը, այնտեղ ենք սկսել կատարել։ Ալեքսանյան Սասունը, ես այսօր հիշում եմ, ինքը հենց առաջի րոպեին միանգամից հենց իր բառերով ասեմ, ասում է ես էլ եմ գալիս, քննարկման ենթակա չի, ինքը ուներ մեկ այլ խնդիր, որը պետքա կատարեր մշտական տեղակայման վայրում, այնուհետև գար տվյալ խնդրի կատարման վայր, սակայն ինքը առանց մեկ վայրկյան մտածելու
ասել է, որ ես պետք է անպայման գամ, առաջի եկողներից մեկն է եղել։ Ներսումս այդ պահին, երբ որ լսում է իրեն, մեծ ուրախություն է ապրում, որ մեր ստորաբաժանում կա այդպիսի զինծառայող։ Հպարտ եմ, որ ունեցել եմ իր նման հրամանատար եւ մենք սաղից ծառայության ընթացքում ամեն ինչ կանենք, որ իր անունը բարձր պահենք։ Ամսի 8-ին մեզ հրաման ստացանք տեղափոխվել մեկ այլ վայր, որտեղ պետք է կատարենք մեկ ուրիշ մարտական խնդիր։ Տեղափոխման ժամանակ հենց ճանապարհին Հադրութի շրջանից դեպի Ֆիզուլիի շրջան տեղափոխվելու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից տեղում մահացու վիրավորում է ստանում Ալեքսանյան Սասունը մեր եւ իր կյանքով, իր արած գործերով մենք բոլորս պարտական ենք իրեն, որ ունեցել ենք նման զինծառայող, որ ունեցել ենք նման դրական պատկեր, ունեցել ենք նման դրական մարդ, որը կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարի։ Դեպքից 5 րոպե առաջ ես հանդիպել եմ Սասունին։ Ասեցի ո՞նց ես։ Ասեց, որ հեսա տես ինչ ենք անում սրանց։ Եվ քիչ հետո վայրակթարից հարվածները եղա։ Նա մշտապես օրինակ է ծառայել բոլորի համար, իր ենթակա առնակազմի համար, նույնիսկ վերադաս իր հրամանատարության համար, որ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդ տղան եւ ինչպես պետք է պատերազմական գործողությունների ժամանակ պահի իրեն հրամանատարը, որպես նա պատրաստ է յուրաքանչյուր մարտական խնդրի կատարմանը, յուրաքանչյուր ուղղությամբ։ Наверное, каждый, кто потерял любимого человека, меня поймет, что для него этот человек всегда будет самым лучшим. Он был очень добрым, отзывчивым, жизнерадостным, оптимистом по жизни. Он был большим романтиком. Я никогда не забуду, как он мог без всякого особого повода прийти домой с большим букетом роз. И так он делал очень часто. Мы были знакомы 10 лет, из которых всего лишь, к сожалению, 3 года прожили вместе. Но эти 3 года для меня были самыми счастливыми. Он очень любил детей. И когда в 2020 году у нас родился сын, он был безумно рад. Պիտի կանգուն մնանք միշտ, պիտի լինենք իր ընտանիքի կողքին, ծնողների կողքին, իր եղբոր կողքին, ուրիշ ելք չկա, պետք է պայքարենք, որպեսզի շարունակենք ապրել, ուրիշ ելք չունենք մենք։ Սասունի ծառայածը, Սասունի ապրածը, Սասունի կարճ ժամանակահատվածի ապրածը պետքա բոլորի համար, պետքա դրա մասին ամենուր խոսվի եւ մեր երիտասարդությունը պետքա այդ ամենից քաղված քանի թե ինչպես պետքա լինի հայ սպան, ինչպես պետքա լինի հայ մարդը, հայ տղամարդը, ընտանիքի գլուխը, ընտանիքի զավակը։